Այդ օրը հալեպահայությունը ցնծության մեջ էր։ Թվում էր, թե երկնային ինչ-որ բան է տեղի ունենում այդ օրհնյալ ու հինավուրց քաղաքում։ Տերզորում մնացած 1.5 միլիոն հայության ոգու հարության օրն էր։ Նախախնամությամբ կանխորոշված զուգադիպություն Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի առաջին արտասահմանյան պաշտոնական այցը իր ծննդավայրը, որը հայության գողկոտայի ու նահատակության վկան է եղել ու պիտի դառնար հայոց պետականության վերածննդի առաջին վկաներից մեկը։ Մեծ համար միայն աշխարհագրական անվանում չէ, միայն երկիր չէ, Սիրիան խորապես մտել է այս ժողովրդի պատմության մեջ և ցույց է մեր մտածողների ու մեր զգացմունքների մեջ, որովհետև Սիրիայի հետ է կապված մեր ժողովրդի ամենաողբերգական տարիներից հետո ընկած ողջ պատմությունը, արևմտահայության բեկորները, որոնք զոր դարձան մեծ եղերնին, համարյա առանց բացառության բոլորն են անցան Սիրիայով։ Եվ կարելի է ասել այսօրվա ողջ Սփյուռքը թեկուզ ժամանակավոր ապաստան է եկել Սիրիայում, իսկ դուք ահա մշտական ապաստան եք եկել այստեղ։